Օսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ներկայումս Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկրներ, իսկ մեր բաժանորդների աշխարհագրական դիրքն ընդգրկում է Եվրասիական տարածքը։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա Դավկովայի հետ մամուլի համար հայտարարության մեջ, ընդգծելով, որ 12 երկրներից 10-ը եվրոպական են, պետության ղեկավարը ասել է. Անցյալ տարի Ադրբեջանը 25 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել արտաքին շուկաներ։ Իհարկե, մենք դրանից շատ ավելին ենք արտադրում, նշելով, որ Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի, Իլհամ Ալիևն ասել է, որ դրա վառ դրսևորումն է հանդիսանում մոտ 3 տարի առաջ Բաքվում ստորագրված Ադրբեջանի Հանրապետության և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Ադրբեջանում կենսաթոշակների դինամիկ աճի արդյունքում մեր երկիրը ԱՊՀ երկրների միջև, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի համեմատական վարկանիշում առաջին տեղն է գրավում դոլարին համարժեք նվազագույն և միջին ամսական կենսաթոշակի չափով։ Ինչպես հայտնել են բնակչության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունից, բացի այդ, Ադրբեջանը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել այս վարկանիշում դոլարային արտահայտությամբ նվազագույն կենսաթոշակի գնողականության համարժեքության առումով։ Միջին ամսական կենսաթոշակի գնողականության համարժեքությամբ Ադրբեջանը երկրորդ տեղում է։ Նշենք, որ Ադրբեջանում իրականացվող սոցիալական բարեփոխումների նոր փաթեթի շրջանակներում այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ երկրում նվազագույն կենսաթոշակը 280-ից դարձել է 230 մանաթ։ Ադրբեջանում ինտերնետի արագությունը բավականին բարձր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործակալության խորհրդի փոխնախագահ Ջեյհուն Հուսեյնզադեն։ Նրա խոսքով, վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում ինտերնետի արագությունն ավելացել է 3 անգամ։ Լույս հիմնադրամը վերլուծել է Heritage հիմնադրամի կողմից հրապարակված տնտեսական ազատության ինդեքս 2025 ամենամյա զեկույցը։ 3 տարի անընդմեջ նվազումից հետո 2025-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսն աճ է գրանցել։ Սակայն այդ աճն ավելի քան կրկնակի դանդաղ է համաշխարհային միջին աճից։ Հայաստանը տնտեսական ազատությամբ աշխարհի 176 երկրների թվում 55-րդն է։ Վարկանիշային հյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է միանգամից 10 հորիզոնականով, չնայած այն մանին, որ գրանցվել է ինդեքսի աճ։ Պատճառն այն է, որ այդ աճը էապես զիջում է աշխարհի և բոլոր տարածաշրջանների բարելավման միջին տեմպերից։ Եվրոպա տարածաշրջանի վարկանիշային հյուսակում Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 30-րդ տեղը։ Տարածաշրջանային վարկանիշային հյուսակում Հայաստանի դիրքի նահանջն ամենամեծն է։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։